Գրետան եմ, գեղեցկության ոլորտում արդեն ունեմ 8 տարվա փորձ։ Սովորել եմ նաև վարսահարդարում, ունեմ նաև էսթետ կոսմետոլոգի կրթություն, բայց այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի փոքր ավելի գլոբալ գեղեցկության ոլորտի մասին։ Եվ այսօր ուզում եմ միասին անբոքսինգ անենք իմ նոր վարսահարդարիչը։ Այս վարսահարդարիչը ունի երկար պատմություն եւ առաջին անգամ քույրիկներով գնեցինք այս վարսահարդարիչը, սակայն 3 ամիս անց այն սկսեց չաշխատել եւ ավելի ճիշտ տաք օդ չէր փչում եւ քանի որ զիգզագից էինք գնել եւ ունեին երաշխիքի թուղթ, որոշեցինք հանձնել վերանորոգման։ Ինձ ասացին, որ կտևի մոտավորապես 1 ամիս, մինչեւ կկատարվի դիագնոստիկա եւ անհրաժեշտ կլինի ուղարկել իրենց ընկերություն։ Ինձ համար շատ երկար ժամանակ էր, շատ էի տխրել, որտեվ իմ այս կարճ մազերին ու սենց գանգորիկ մազերին այդ վարսահարդարիչը ուղղակի իմ փրկությունն էր։ Կարող էր այնպես ստացվել, որ օրվա մեջ ես 2 անգամ իմ մազերը հարդարեի։ Ընթացքում որոշեցի մի հատ զանգահարել ու տեսնել ինչ ընթացքի մեջ է, որովհետև արդեն չէի կարողանում ոչ մի կերպ դիմանալ։ Երևի թե խնդիրը եղել է սկզբանե, եւ քանի որ այդ տեսակի վարսահարդարիչները բացվող տեսակներ չէ, ասացին, որ ինձ կտրամադրեն փոխարինման կտրոն եւ այդ կտրոնով ես կգնամ կընտրեմ նորը։ Ասել, որ ես ուրախ եմ, ոչինչ չասել։ Նորից գնացինք զիգզագ փոխարինման կտրոնով եւ փաստորեն այդ հին տեսակից այլևս արկա չէր եւ ընտրեցինք նոր մոդելներից։ Երբ իմացա, որ Dyson-ի մեջ կա հարթուկի ուղիղ ֆենի համար նախատեսված գլխիկ, միտեղ տխրել էի, որովհետև շատ այնց դուր գալիս է այդ գլխիկը, դրա մասին է խոսքը։ Լիարժեք չեմ օգտագործել, պարզապես փորձարկում էի մազերիս վրա։ Մի փոքր չեմ հասկանում իր մեխանիզմը օգտագործման։ Երևի թե ինչ-որ մի օր փորձեմ իրանով ուղղացնել, չնայած ես հիմնականում այսպես ինչ-որ լոքոներ եմ անում, խառովեն դեպի դուրս, բայց փորձեմ։ Ինձ այս մոդելի մեջ շատ է դուր գալիս այս գլխիկները, որ իրենք այսպիսի հնարավորություն ունեն շարժվելու։ Սրա դեպքում շատ մի փոքր անգամ ուժ է պետք, որ լավ կարողանանք ֆիքսել, իսկ նախորդի դեպքում դա այդքան էլ այդպես չէր ու հատկապես այս նասատկայի դեպքում, երբ որ մազերը պարզապես ուզում ես ծանրել ու չորացնել, ինքը անընդհատ դուրս էր գալիս ու կարող էր ընկնել հենց հիմքի վրայից։ Երևի թե հանդիպած կլինեք, որ այս գլխիկներով առանձին հենց վարսահարդարիչները վաճառվում են, սա շատ հարմար տարբերակ է երկար մազերի դեպքում, եւ ցանկանում եմ պարզապես ինչ-որ լոքոներ անել կամ դուրս անել ու ասում եմ ստորակետ տեսակի ուրեմն սթայլինգը, երևի թե ճիշտ եմ ասում սթայլինգը, պրիչոսկան, մի խոսքով ինքը շատ լավ է, որ այս մոդելի մեջ կա։ Տեղը դիֆուզի այս գլխիկ ուրեմն ինքը մի փոքրիկ թեքվածություն ունի, այսինքն ինքը ուղիղ չի գալիս, նախորդը ավելի ուղիղ էր, այսինքն մի քիչ փոքր թեքվածություն ունի, դա էլի շատ լավ է։ Այստեղ կա նաև խոզանակ։ Ինձ նախորդ անգամ չէին զգուշացրել, որ վարսահարդարիչները, հատկապես այս մոդելները, իրենք այստեղ ունեն ֆիլտր, ու սա պետք է հաճախակի մաքրվի։ Երևի թե պլյուսները այսքանը։ Մինուսները։ Երկուսի դեպքում էլ այն է, որ երկուսի հետ էլ չկան հատուկ ձեռնոցներ։ Դա նախատեսված է օրինակ, երբ որ մազը փաթաթում են հատուկ շիպցի տեսակներ կա, որ փաթաթում են շիպցի վրա, որ ինքը ավելի լավ լոքոներ լինի, այդ մազերը ֆիքսելու համար էր։ Դա կոնաձև շիպցի էր կոչվում, որի վրա պետքա փաթաթվի մազը ու ինչ-որ ժամանակ պահվի, որպեսզի ավելի սենց փոքր ունեղ լոքոներ ստացվի։ Տաքանում են իրան ու իրենց մենակ կարելի է այս հատվածից բռնել ու վրցնել հակառակով, որպեսզի բացեն, բայց շատ դեպքերում այդքան էլ հարմար չի այս մի փոքրիկ տեղից ինչ-որ բռնել ու բացելը։ Իդեպ այս թայլերների մեջ կա ավտոմատ համակարգ, երբ լոքոններ ենք կատարում, անհրաժեշտ է ընթացքում սառեցնել լոքոնը, որպեսզի լավ ֆիքսվի։ Հարդարենք մազերս։ Եթե ցանկանում եք, որ ձեր սանրվածքը պահպանվի երկար, ունենա մի փոքրիկ փարթամություն, պետք է ճիշտ բաժանում կատարել մազերի։ Անում ենք վերև դեպի
Այստեղ նույնպես, այստեղ ներքև պիտի մի հատ էլ։ Սենց այդքան էլ իր տեսքը չի երևում, բայց հայլի մեջ շատ հարթամ է երևում։ Պետք է հետ տանել ու բացել։ Կարող եք նաև սանրել, բայց սանրելու դեպքում ավելի հստակ է լինում լոքոնները։ Ես կես այդքան էլ չեմ սիրում, ինձ դուր է գալիս այսինքն ինչ-որ թեթև։ Սա իմ ամանորյա սանրվածքն է։ Երկար մազերով շատ վաղուց եմ հիշում։ Մի բա եկավ, որ ինձ ինչ-որ չափով սազում է երկար մազեր, հետո անընդհատ ինչ-որ կտրվածքներ փորձելուց հետո հիմնականում ուղիղ կտրվածքի էի անում, հասկացա, որ այդքան էլ իմը չի, իրականում մազերիս էլ չէր համապատասխանում այդ կտրվածքը, հետո պատահաբար որոշեցի, որ ուզում եմ ինչ-որ շերտեր, ուզում եմ ինչ-որ փարթամություն, ու գտա իմ սանրվածքը։ Արդեն երկրորդ անգամ եմ այս սանրվածքը կտրում, առաջինը կտրել եմ ծննդյանս օրը, դեկտեմբերին, անգամ մի քիչ դանդաղ էր երկարում էր ու արդեն հավասարվել էր գրեթե ուսերիցս, դրա համար, ուզում հասկանամ այստեղ, դրա համար սպասում եմ, որ մի փոքր երկարի, տեսքը փոխվի, որ հետո նորից կարողանամ իմ ուզած պրիչոսկեն ստանամ ու վուալա, ես ստացա։ Ես իմ մյուս ալիքում կիսվել եմ նաև իմ դեմքի խնամքով որպես մատնահարդար, թե ինչ խնամքի միջոցներ եմ օգտագործում, ունենալով աշխատանքի բերումով մի շարք մաշկային խնդիրներ, մի շարք ինչ-որ էսթետիկ խնդիրներ մաշկիս հետ կապված։ Ես շուտով պլանավորում եմ նաև գնալ կոսմետոլոգի մոտ դեմքի խնամքի համար, դեմքի մաքրում և հավելյալ ինչ-որ խնամքի ծառայություններ կատարելու համար, անպայման կկիսվեմ ձեզ հետ այդ իմ այցով ու իմ տպավորություններով։ Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։